Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին կքննարկենք այն փաստը, որ Միացյալ Նահանգների ինքնաթիռը F-15-ը խոցվել է Իրանի օդում եւ գիտեք, որ հատուկ գործողություններ էր վարում Միացյալ Նահանգները, մենք խոսել ենք ձեր հետ դրա մասին, երկու օրվա ընթացքում եւ փնտրում էին երկու օդաչուին, մեկին գտել էին, երկրորդին էլ գտան արդեն եւ այդ հատուկ գործողությունը այսպես կարելի հաջողությամբ Միացյալ Նահանգները անցկացրեց փրկարարական նպատակ ուներ եւ կարողացան հասնել իրենց նպատակին։ Բայց ձեր հետ միասին այսօր պետք է խոսենք, ինչ է պատահել, որ խոցվել է Միացյալ Նահանգների F-15-ը եւ գուցե դրա հետ կապ ունի չինական հակաօդային պաշտպանությունը, պետք է այս հարցը մանրամասն քննարկենք, որ ավելի լավ պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում Իրանի հակաօդային պաշտպանության ոլորտում։ Սկսենք նրանից, որ 2025 թվականի 12 օրվա պատերազմի ժամանակ, հարգելի հայրենակիցներ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգները ցույց տվեցին իրենց առհասարակ ոչ էֆեկտիվությունը Իրանի ուղղությամբ եւ Իրանը դրանից հետո սկսեց արդեն մտածել սեփական հակաօդային պաշտպանությունը ձևավորելու եւ չինական հակաօդային պաշտպանության գնման մասին։ Այս ոլորտի մասնագետ Շայլ Բեն Էֆրայմը հայտարարում է, որ Իրանը հրաժարվեց այն ուրեմն կոնվենցիոն մոտեցումներից, ստացիոնար կետերից եւ կլասիկ այդ ուրեմն ռադարային համակարգներից, մոբիլ ռադարային համակարգների թունելներում հակաօդային պաշտպանություն ձևավորելու եւ պասիվ ֆիքսող դատչիկների ուղղությամբ ուրեմն այդ ամենը դա շատ կարևոր է, որովհետեւ դա փաստացի փոփոխություն էր ամբողջ մոտեցման այս հակաօդային պաշտպանության ոլորտում։ Եվ բացի դրանից Իրանը գնեց չինական HQ-9B հակաօդային պաշտպանության համակարգներ եւ մեզ նաեւ ընդ որում հետաքրքրում է այս հարցը, որովհետեւ Ադրբեջանը նաեւ է գնել չինական HQ-9B հակաօդային պաշտպանության համակարգներ։ Եվ բացի դրանից Իրանը իր սեփական Բավար 373 հակաօդային պաշտպանությունները արդիականացրել է, ինչպես նաև պասիվ համակարգներ է նաև ներառել, Մաջիդ է կոչվում այդ համակարգները եւ կարողացել է կառավարման համակարգի ապակենտրոնացված մոդել ձևավորել։ Հիմա մանրամասն ձեր հետ միասին կքննարկենք այս ամենը, կարևոր է եւ հետաքրքիր տեղեկատվություն է։ Առաջերտին հարգելի հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս մեր վերլուծությունը, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա անում է, ով գրում է մեկնաբանությունները, միշտ կարդում եմ, միշտ պատասխանում եմ ձեզ, գիտեք, նաև շատ շնորհակալ եմ նրանց, ով անդամակցել է YouTube-յան ալիքին, վերջի օրերին նաև մի քանի նոր անդամ ունենք եւ ես շատ շնորհակալ եմ իրանց այդ քայլի համար եւ դա շատ եմ կարեւորում։ Անդամակցելը կարևոր միջոց է ալիքին աջակցելու նպատակով, դուք դա կարող եք անել ինչպես այստեղ YouTube-ում, միանալ կամ join կոճակի շնորհիվ, կամ կարող եք, եթե դա հասանելի չի ձեր երկրում, իսկ խոսքին Հայաստանում հասանելի չի, կարող եք նույնը անել Patreon-ի միջոցով եւ հավելյալ վերլուծությունների հանդեպ ստանալ հասանելիություն։ Ես շնորհակալ եմ Արմինեին եւ Արթուրին, որոնք օրերս միացան եւ նաեւ դառան ալիքի անդամ, շնորհակալ եմ Անահիտին, ուրեմն Արտուրին, Եսայային, Էգին եւ Էդին, որոնք միջև այդ էին միացել արդեն եւ անդամակցել էին ալիքին եւ դա համարում եմ նաեւ կարեւոր, կոչ եմ անում ձեզ նաեւ անդամակցության միջոցով փաստացի նաեւ ստանալ հավելյալ վերլուծություններ եւ աջակցել ալիքի գործունեությանը։ Անցնենք առաջ, հարգելի հայրենակիցներ, բացի դրանից ասեմ, որ ես ռուսական ալիքն էլ ակտիվ զարգանում է եւ ով ցանկանում է, ով ձեզանից տիրապետում է ռուսերեն, կարող եք նաեւ անդամակցել, բաժանորդագրվել իմ ռուսական ալիքում։ Անցնում ենք առաջ եւ շատ կարեւոր հետաքրքիր տեղեկատվություններ է մեզ սպասում։ Սկսենք նրանից, թե ինչ է չինական հակաօդային պաշտպանության համակարգ HQ-9B-ն։ Տարբեր աղբյուրները խոսում էին նրա մասին, որ հենց HQ-9B տարբերակը, դա ավելի արդիականացված տարբերակ է HQ-9 հակաօդային պաշտպանության, մատակարարել է ուրեմն Չինաստանը Իրանին եւ մենք ձեր հետ միասին իրականում միջև պատերազմը ակտիվորեն հետևում էինք դրան եւ խոսում էինք դրա մասին։ Իրանը նավթ է մատակարարել ուրեմն Չինաստանին եւ Չինաստանը նավթի փոխարեն մատակարարել է այս հակաօդային պաշտպանության համակարգները։ Խոսք է գնում, որ այդպիսի ուրեմն համակարգներ են
մատակարարելի, որը ներառում էր նաև ռադիո հատուկ այսպիսի էլեկտրոնային պայքարի նաև միջոցներ, RLS համակարգներ եւ 6-ից 8 կրակային միջոցներ նաև, որոնք հնարավորություն ունեն միևնույն ժամանակ 100 թիրախներ հետևել զուգահեռ եւ հասցնել հարվածներ ինչ որ մի քանակին կոնկրետ 12-ի մասին է խոսքը։ Բացի դրանից ամերիկյան այսպես վերլուծական կենտրոն JINSA-ի տեղեկատվությունով հենց 12 օրվա պատերազմից հետո, երբ իրանացիք տեսան, որ չինական հակաօդային պաշտպանության համակարգները կարող է ավելի էֆեկտիվ լինել, որտեղ տեսան, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը առհասարակ չի գործում, իրանք սկսեցին հենց բանակցել Չինաստանի հետ եւ փորձել առնել այդ միջոցները։ Դա շատ կարևոր է, որովհետեւ խոսք է գնում այստեղ հենց տեխնոլոգիական առավելության եւ մեծ փոփոխության մասին տեխնոլոգիական մոտեցումներում։ HQ9-ն հետագա զարգացումն է, ուրեմն HQ9-ի այդ B տարբերակը եւ համատեղում է ակտիվ ռադարային ուղղորդումները պասիվ ինֆրակարմիր ուրեմն որոնիչի հետ եւ համաձայն Army Recognition-ի տեխնիկական նկարագրությանը հրթիռները օգտագործում են իներցիոն նավիգացիան ռադիոկապի ուղղորդումի միջոցով եւ վերջնական ուրեմն այդ փուլում արդեն անցնում են դեպի ուրեմն կրկնակի ուղղորդման համակարգ եւ դա ներառում է ակտիվ ռադարային եւ պասիվ ինչպես արդեն նշեցի ուրեմն ինֆրոկարմիր հնարավորությունների, որը սահմանափակում է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հնարավորությունը եւ առհասարակ, որ իրանք պասիվ համակարգներ են նաև օգտագործում, դա նվազեցնում է ռադարը հայտնաբերելու հնարավորությունը, որը տալիս է Միացյալ Նահանգներին առավելություն հարվածել այդ ռադարին։ Եվ պետք է ասել, որ սա թույլ է տալիս խոցել թիրախներ մինչև 260 կիլոմետր հեռահարության եւ մինչև 27 կիլոմետր բարձրության վրա 4 մախից բարձր արագությամբ եւ այդպիսի ռեժիմով գործելը ուրեմն ավելի դժվար է խոցելը եւ ճնշել նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների շնորհիվ եւ ստեղծում է հավելյալ առավելություններ եւ հնարավորություններ։ HQ9B տարբերակը ինքը բավականին մոբիլ համակարգ է եւ տեղադրված է հենց 8-8-ի վրա ուրեմն շասիի վրա եւ գտնվող շարժական փոխադրիչ ուրեմն արձակող սարքի շնորհիվ է գործում, ինչը հեշտացնում է ուրեմն վերաբաշխումը եւ հնարավորություններ է տալիս կրակել եւ փախուստի դիմել տարբերակով ուրեմն մարտավարություն վարել համակարգի հիմնական նպատակը հեռահար պաշտպանությունն է այն լրացնում է ռուսական S-300 համակարգները եւ իրանական արտադրության Բավար 373 համակարգները։ Հեռահար է հենց չինականը, ռուսականը նույն հեռահարությունը պետք է որ ունենա S-300-ը, բայց ինչքանով հասկանում ենք այդքան էլ էֆեկտիվ չէ գործում, եւ Բավար 373-ի մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք, բայց այդ համակարգները ավելի փոքր, ավելի սահմանափակված հեռահարություն ունեն։ Չինաստանը չի սահմանափակվել միայն HQ9B-ների մատակարարմամբ, 2026 թվականին ուրեմն փետրվարին Defense Security Asian եւ India TV-ն հաղորդել են, որ Թեհրանը ստացել է չինական YLC-8B ռադարներ, որոնք նախատեսված են մինչև 700 կիլոմետր հեռահարության վրա փոքր ռադարային ուրեմն լայնական հատվածով ինքնաթիռները հայտնաբերելու համար, դա F-35-ների մասն է խոսքը, այսինքն stealth, հայերեն տարբերակով է ասում, այդ stealth համակարգները եւ B-2 համակարգները, այս ռադարները գործում են UHF տիրության եւ ինտեգրվում են HOP համակարգների մեջ, ինչպես ռուսական S-300-ների, այդպես էլ Բավար 373-ների հետ միասին եւ ձևավորում են բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգներ։ Հիմա մեզ նաև ձեր հետ միասին իհարկե հետաքրքրում է, համոզված եմ,
թե ինչ է Իրանից ներկայացնում Բավար 373 ազգային իրանական համակարգը եւ իր արդիականացումը։ Սա ուրեմն Բավար 373-ը իրանական հեռահար հակաօդային պաշտպանության համակարգն է, որը մշակվել է որպես ռուսական S-300-ներին համարժեք 2025 թվականի փետրվարին ներկայացվել են արդիականացված տարբերակը Բավար 373 2 տարբերակը Defense Magazine-ը եւ Tender News-ը վերլուծական տվյալները համաձայն ուրեմն նոր համակարգչի յուրաքանչյուր ուրեմն այդ բաղադրիչը ունի հնարավորություն սեփական ռադար ունենա, որը ուրեմն հնարավորություն է տալիս ինքնավար թիրախի հայտնաբերման եւ խոցման առանց ուրեմն կենտրոնական ռադարի անհրաժեշտության։ Բարելավված է նաեւ Sayad 4V հրթիռը եւ ընդլայնվել է իր խոցումը մինչեւ 200 կիլոմետրից մինչեւ 300 կիլոմետր եւ դա նաեւ իր լուրջ հնարավորություններ է ավելացրել։ Բացի դրանից պետք է ասենք, որ համակարգը կարող է միաժամանակ հետևել 60 թիրախի եւ խոցել դրանցից 6-ը։ Ազգային համակարգը նաեւ լիովին շարժական է, յուրաքանչյուր ինքնավար արձակիչ հագեցված է իր սեփական ռադարով եւ էլեկտրոմատակարարման ուրեմն հնարավորություններով, ինչը հնարավորություն է տալիս ուրեմն բաշխված մարտավարություն կիրառել եւ նվազեցնել բոլոր ռադարների միաժամանակյա ոչնչացման ռիսկերը։ Մասնագետները նշում են, որ արդիականացված համակարգը նախատեսված է հենց ռուսական S-300-ներ փոխարինելու, բայց անկեղծ կլինեմ, կասեմ, որ ես համոզված չեմ, որ 200 եւ 300 կիլոմետրանոց այդ հատվածում իրոք գործում է, գուցե ավելի սահմանափակ նաեւ գործի, բայց ամեն դեպքում խոսք է գնում ինչ-որ կոնկրետ հակաօդային պաշտպանության էֆեկտիվ համակարգի մասին, առնվազն էֆեկտիվ հայտարարության մակարդակով, ինչ գիտենք։ Բացի դրանից Majid ուրեմն պասիվ համակարգը հակաօդային պաշտպանության AD8-ը եւ ինֆրակարմիր սենսորները 2021 թվականին Իրանը ներկայացրել է Majid կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը AD8, որը նախատեսված է ցածր բարձրության գտնվող զորքերին եւ ուրեմն օբյեկտներին պաշտպանելու համար։ India TV տվյալներով Majid-ը տեղադրված է առաս 2 թեթև տրանսպորտային միջոցի վրա եւ կրում է 8 հրթիռ։ Համակարգն ուրեմն օգտագործվում է պասիվ ինֆրակարմիր եւ էլեկտրոօպտիկական սենսորներ եւ չի ներառում ակտիվ ռադար, ինչը թույլ է տալիս ուրեմն ինքնաթիռները նախապես ուրեմն հայտնաբերել եւ առանց որևէ իրականում լուրջ սպառնալիքների այդ հակաօդային պաշտպանության համար։ Համակարգը խոցում է մինչև 8 կիլոմետր հեռահարության եւ մինչև 6 կիլոմետր բարձրության վրա գտնվող թիրախները, Kashef 99 ռադարը հետ միասին ինտեգրում է նաև թույլ տալի եւ հնարավորություն է տալի, որ մինչև 30 կիլոմետրի վրա խոցի տարբեր հնարավորություններ, սա այդ Majid համակարգն է։ Հաջորդ կարևոր փուլը վերաբերվում է արդեն թունելային կառավարման համակարգին, հարգելիներ։ Մենք այստեղ տեսնում ենք, որ կարևորագույն կետը իրանական հակաօդային պաշտպանության համակարգի փոփոխության մեջ դա ստացիոնար այդպիսի ֆիքսված համակարգներից անցնելն է դեպի մոբիլ համակարգներ հակաօդային։ Խոսք է գնում նաև Հորմուզի նեղուցի մոտ գտնվող կղզիների, խոսքին Աբու Մուսա եւ Տումպսի ուրեմն կղզիների մասին, որոնք ունեն հսկայական թունելային համակարգներ եւ ունեն նաեւ հակաօդային պաշտպանություն, ինչպես նաեւ հրթիռային հարձակումների եւ հակաօդային պաշտպանության զուգահեռ ԱԹՍ-ների ուղղությունը ունեն։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ զենիտար հրթիռային համակարգներ եւ ռադարային համակարգներ են այդտեղ, այդ բունկերներում,
այդ կոնկրետ կղզիների վրա եւ դա ձևավորում է լրջագույն խնդիր։ Հողի տակ գտնվող ենթակառուցվածքները ուրեմն ոչ միայն դա է խնդիր, այլ եւ կղզիների վրա, այլ Լիբանանից մեկ գեներալ-մայոր կոնկրետ հայտարարել է, Խասան Ջունիի մասին է խոսքը, Al Jazeera-ին ինքը հայտնել էր, որ Քեշմի վրա ուրեմն գտնվում է իրանական հրթիռային մայրաքաղաքը եւ այդտեղ այդ թունելների համակարգը ունի այդ հնարավորությունները եւ պետք է ասել, որ հիմա ակտիվորեն կիրառվում են այդ հնարավորությունները Հորմուզի նեղուցը փակելու համար։ Բայց բացի դրանից հետաքրքիր է, որ ոչ միայն կղզու մասին է խոսքը, այլ նաև սահմանամերձ, այսինքն ծովի ափին գտնվող այդ շրջանների մասին էլ է խոսքը եւ դա նաև շատ կարեւոր է։ Մոբիլությունը եւս մեկ հետաքրքիր եւ կարեւոր ոլորտ է, ես համարում եմ, որ սա նաև մեր ուրեմն ուսումնասիրության մաս պետք է լինի եւ անկեղծ իմ պատկերացումով հենց մոբիլ համակարգները հետաքրքիր են նաև Հայաստանի համար եւ պետք է այս հարցերը ընդհանուր առումով քննարկվեն եւ օրակարգում նաև լինեն եւ սկսենք նրանից, որ տարբեր աղբյուրներ ասում են, որ իրանք կարողացել են ձևավորել մոբիլ համակարգներ, որ կարողանան կրակել եւ միանգամից այդ վայրը լքեն, այսինքն այդ ամենի նպատակը այն է, որ իրանք կարողանան սահմանափակել կոնկրետ եկող վտանգները Միացյալ Նահանգներից, այսինքն կիրառեն հակաօդային պաշտպանության համակարգները եւ դրա միջոցով փաստացի նաև ձևավորել են տարբեր կետեր պետությունում, որտեղ որ իրանք կարող են շուտ գնալ, կրակել եւ թաքնվել այդ կետից։ Բացի դրանից կարևոր դեր ունի նաև հակաօդային պաշտպանության համակարգի մեջ այսպիսի ապակենտրոնացված կառավարման համակարգը, Իրանը ձևավորել է հարգելի հայրենակիցներ 31 շրջանից բաղկացած կառավարման համակարգ եւ 31 նահանգներից յուրաքանչյուրը ունի իր սեփական իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառավարում, ապակենտրոնացված ռեժիմ եւ դա հնարավորություն է տալիս իրանց, որ նաեւ կապը կենտրոնի հետ կորցնելու դեպքում կարողանան իրանք հարվածներ հասցնել, միևնույնն է, եւ լուրջ խնդիրներ ստեղծեն կոնկրետ Իրանի կողմից այդ հակառակորդներին այն դեպքում, երբ նույնիսկ խոցվել են կենտրոնական կառավարման համակարգները։ Ի վերջո պետք է ասել, որ վերջի տարիների ընթացքում Իրանը փորձում է շեղվել ուրեմն կոնկրետ ռուսական հակաօդային պաշտպանությունից եւ արեք հիմա ասենք, որ մեծ հավանականությամբ հաշվի առնելով, որ եղանակի իրավիճակը եւ ուրեմն պայմանները կարելի ասել վատթարացել են Իրանում եւ այդ պատճառով ցածր է նաեւ թռիչքներ պետք որ կատարեն այս ինքնաթիռները ամերիկյան, բացի դրանից թոզի հետ խնդիր կա նաեւ եւ դա խնդիր է ստեղծում ռադարների համար էլ կոնկրետ Իրանի, պետք է արձանագրեմ, որ այդ ամենի ֆոնին, հարգելի հայրենակիցներ, ենթադրում եմ, որ F-15-ը շատ ցածր էր իջել եւ կիրառվել է իր դեմ կամ Բավար 373-ը կամ HQ9 տարբերակը, չեմ կարծում Մաջիդի տարբերակը օգտագործված լիներ, բայց նույնիսկ դա բացառված չէ, եթե շատ ցածր էր գտնվում կոնկրետ այդ աղբյուրը։ Հաշվի առնելով, որ նկատի ունեմ ինքնաթիռը, հաշվի առնելով, որ դա տեղի է ունեցել Պարսից ծոցի հատվածում եւ կոնկրետ Իրաքի սահմանի մոտ, ապա այդտեղ նաև ծովին մոտ հատվածներն են եւ ենթադրում են, որ թունելային համակարգներ կարող է լինեն եւ այդտեղից հենց կիրառվեր։ Ինչքան է հավանականությունը, որ չինական հակաօդային պաշտպանությունն է կոնկրետ կիրառվել այստեղ, մեծ է հավանականությունը, բայց չինականի դեպքում տեսեք, հարցը նրանում է, որ ավելի հեշտ է չինականը խոցելը եւ ուստի մենք առաջի օրվանից որևէ էֆեկտիվություն չինական հակաօդային պաշտպանության իրոք չենք տեսել այս ամբողջ պատերազմում։ Ոչ էլ հենց իրանականի էֆեկտիվություն ենք տեսել, բայց այս դեպքում առաջի անգամ տեսանք այդ էֆեկտիվությունը եւ դա ենթադրում եմ, որ կապ ունի հենց ինչպես ասացի, այդ բարձության հետ եւ հենց այդ տարածքի հետ, որտեղից որ ավելի հարմար է եւ ամենահարմարն է, այսպես ասեմ, կիրառել այդ կոնկրետ հակաօդային պաշտպանության համակարգները։ Ամեն դեպքում սա խոսում է նրա մասին, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի առճակատումը նաեւ Իրանի տարածքում մենք տեսնում ենք եւ հակաօդային պաշտպանության համակարգները չինական նաեւ
ինչ որ առումով իրաց դերը ունեն, բայց մենք կսպասենք ձեր հետ միասին իրոք հաստատմանը, սա հարց է, եւ այս հարցը օրական կարելի ասել նաեւ կհնչի այստեղից, եւ օրասական է նաեւ այս հարցը իմ պատկերացումով, թե արդյոք չինական կողմը ուներ այս ազդեցությունը թե ոչ եւ մասնակցել է թե ոչ այս գործընթացում, որտեվ F-15-ը մեծ կարևորություն ունի, շատ շատ մեծ կարևորություն ունի, հզոր միջոց է համարվում, ճիշտ է F-35-ը ավելի, բայց F-15-ն էլ բավականին հզոր է, շատ ավելի հզոր է, քան F-16-ը, դա կարևոր է նշել եւ ուստի իհարկե խոցելը չի կարող առանց ուշադրության չենք կարող թողնել այդ կարևոր հարցը։ Ամեն դեպքում հետաքրքիր էր իմ պատկերացումով ուրեմն վերլուծել իրանական հակաօդային պաշտպանության համակարգները, այստեղից պարզ է, որ ռուսականը եւ չինականը խոցել կարելի է, բայց իրանականը ավելի մոբիլ է եւ ավելի գուցե թույլ, բայց ավելի նաեւ շատ քանակով եւ մոբիլ եւ դա նաեւ առավելություններ է Իրանին տալիս։ Դա եւս մեկ անգամ մեզ բերում է այն փաստին, որ հիշում եք Հայաստանը ֆրանսիական հակաօդային պաշտպանություն է գնել մոբիլ եւ դա ցույց է տալի մոբիլ համակարգների նաեւ առավելությունները ինչ-ինչ իրավիճակում։ Շնորհակալ եմ հարգելի այնակիցներ ուշադրության համար, չենք մոռանում լայքել եւ բաժանորդագրվել ալիքին, շնորհակալ եմ ձեր աջակցության համար եւ կհանդիպենք ստեսություն։